Բարեկամներ ողջույն, տևական ժամանակ է կփաստեք, մենք մեր եթերներից անդրադարձ ենք կատարում Հայաստան-Սփյուռք կապին, հայրենիքում գործունեության ծավալելու գաղափարախոսությանը դրսում ապրող մեր կարող հայրենակիցներին, ովքեր տարբեր բիզնեսների մեջ են ներգրաված եւ հաջողություններ են հասել, ինչպես գալ հայրենիք, ինչպես գործունեություն եւ օգտակար գործունեություն ծավալեն Հայաստանում, եւ մեծ ուրախությամբ պետք է այսօր ընձեռուցակցին ներկայացնեմ, որովհետեւ բացի ամենից տևական ժամանակ է ճանաչում եւ համագործակցում եմ այս պատվարժան պարոնի հետ, այլ նաեւ լավ ծրագիր ենք ներկայացնելու այս պահին, ծրագիր, որը կապում է Սփյուռքը, հայրենիքը, գաղափարները, լավ մարդկանց եւ այդ ամենով կարծում եմ հայրենիքը, եթե չասեմ հզորանում է, ապա գոնե հիմքերը ստեղծում հզորանալու համար։ Մեծ սիրով ներկայացնում եմ ամերիկյան ստոմատոլոգիական եւ բժշկական ինստիտուտի հիմնադիր եւ գործադիր տնօրեն, Միացյալ Նահանգների բանակի պահեստազորի վետերան, պարոն Մեհրան Դաուդյանին, ով ավելի հայտնի է Dr. D. Պարոն Դաուդյան, բարև ձեզ, շատ ուրախ եմ տաղավարում ձեզ տեսնել։ Բարև Ռաֆայել։ Բարև ձեզ։ Նախ ասեմ մենք այնինչ ծրագրել ենք զրուցելու 20 րոպեն բավական չէ, բայց կփորձենք 20 րոպեի մեջ տեղավորվել, որովհետև շատ մեծ ծրագրով եք եկել։ Նախ սկսենք այն ծրագրից, որը ստիպեց ձեզ գալ Հայաստան։ Խնդրեմ մի փոքր ներկայացնեք, ինչ ծրագրի մասն է խոսքը եւ որն է առաքելությունը ծրագրի։ Հիմնականը Armenian Dental Association է, որը ես ադամնապուժ եմ եւ ավարտած եմ այստեղ 90-ական թվականներին եւ բանի պես մնացած էր այդպես բարդքի պես որ ետ պիտի կամ անցան տարիներ միջև հիմնեցինք մենք եւ այլն եւ վերադարձանք հայրենիքի մեջ շատ լավ գազագերբություն ստեղծված էր անուն Armenian Dental Association մեր սիրելի Dr. Լազար Եսայանի ղեկավարությամբ ուրեմն որը գահավաք է դենտիստներ աշխարհի 4 կողմեն, որովհետեւ կան դասավանդեն, լեկչերներ դան, hands-on եւ didactic, եւ այսպիսով գահավաքվին բոլոր դենտիստները Հայաստանի մեջ, որ իմ համար արդեն լավ երազ եւ լավ դեղ հանդիպել ընկերների հետ եւ կալ այդ միջոցառման մասնակցել, մանավանդ որ ես նույնատիպ միջոցառումներու մեջ եմ արդեն Կալիֆոռնիայի մեջ։ Շատ լավ, ես գիտեմ նաև Դուբայ եք մեկնել եւ վերջերս եք վերադարձել, այնտեղ եւս հանդիպումներ եղան, ծրագրեր, այ մի փոքր պատմեք այդ համագործակցության մասին, փաստորեն ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հայաստան, այսպես մի կարող երանգյունի է ստեղծվում, մի փոքր դա ներկայացրեք։ Այո, Ռաֆայել, Դուբայի մեկ հատ շատ լավ convention մգար, որը միացնում է IT, AI եւ dental եւ medical։ Եվ այդտեղ գիտեք գարավարությունը հանցնգարն է այս բաները եւ ես որպես դատաբժիշկ գուզեի մասնակցել մի հատ կորձիկի մասին որը շատ մեծ նորություն է որ DNA-ի հետ կաշխատի այսինքն գրնամ թեթև պատմել ադին հետաքրքրություն դարավ դեպի Դուբայ DNA-ը գտնեն բանի մեջ մեքենայի մեջ եւ մեքենան մարդու սկեչն է հանում 10 տարի հետո 10 տարի առաջ որ իմանան ով է նույնիսկ եթե բանը պատահել է երկար ժամանակ առաջ երկրորդն էլ հանդիպումներ ունեցանք Շարժայի եւ MBRU համալսարանների ռեկտորների հետ եւ հրավիրեցինք official հրավիր թե Կալիֆոռնիա եւ թե Երևան քանի որ այս տարի մոդարվես հուլիսի վերջը պիտի լինի Armenian Dental Association-ի միտինգը գուզենք որ գաբել նույն ցեվի Երևանը Լոս Անջելեսի հետ Իտալիա Սարդինիայի հետ ինչի Իտալիա Սարդինիա քանի Dr. Gerhard-ը, որը Italian Dental Association-ի նախագահն է եւ մասնակցել է այս նորեն ամեն տարի մեր հետ, գուզեգոր այդպիսի ունենք, որ Երևանեն Լոս Անջելեսեն Իտալիա։ Շատ լավ։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, վստահ եմ դա եւս պատվով կիրականացնեք։ Համեմատականների մասին կցանկանայի նաեւ խոսել, գործունեություն եք ծավալում ԱՄՆ-ում, այստեղ ասոցիացիայի ձեր գործընկերների հետ մտքեր եք փոխանակում։ Տարբերությունը շատ է այստեղի որակական եւ մասնագիտական հմտությունների եւ Միացյալ Նահանգների։ Ձեր մասնագիտական գնահատականը որն է։ Շատ լավ հարց է, Ռաֆայել։ Հավատացեք Եթե Armenian Dental Association-ի դասախոսությունները, որ կան եւ դեսնեի կամ մասնակցեիք, չես պատկերացներ ինչքան նորություններ։ Ես անցամ սորվալ AI-ի մասին անցած տարի լսած եմ ես շատ մեծ հայտնի պրոֆեսորի աշխարհահռչակ ճանաչված
Եվ ես սովորած եմ, ուրեմն իրենց որպես գիտություն, որպես լեկչերներ, որպես նորություններ, նույնիսկ այս տարի հավատա չիզի չէր, ինչ որ ունենք մենք Կալիֆոռնիայի մեջ, քանի որ գալիս են աշխարհի մեծ association-ների նախագահները, դպրոցների ռեկտորները, մեծ քիրքեր եւ գրողներ, research-ների մասնակցող, հավատա նույնն է կամ երևի որոշ մտնոլորտում մի քիչ ավել։ Դատաբժշկության մասը այդքան չի զարգացած, քանի մեր մոտ շատ ավելի է, քանի law enforcement-ը եւ դետեկտիվները, որ նույնիսկ այս տարի մենք մեծ միջոցառում ունեցանք, որ մեր դատաբժշկության լեկչերները ըրին Glendale Police Department-ի մեջ, իրենք քաչալերում են, ուզում են հավաքել, դրա համար իրանց դեղերը բացին, իրանց սրահները եւ մենք ունեցանք մեր լեկչերները։ Այստեղ հայրենիքում երևի քիչ մը պիտի բանենք եւ Աստված դա որ Դուբայեն որքան դասախոսները եւ համալսարանի ռեկտորները իրենք շատ լավ են այդ դատաբժշկության մեջ երևի համագործակցենք եւ ունենանք լավ ուժեղ դատաբժշկական ամուր կապեր են ստեղծել Դուբայի հետ ես էլ եմ լավատեսությամբ եմ հետևում կառավարական մակարդակով, պետական մակարդակով Էմիրատները եւ Հայաստանը լուրջ միավորում են, ես հուսամ այդ բնագավառում եւս կհաջողենք։ Կցանկանայի խոսել նաեւ MyWay կենտրոնի հետ համագործակցության եւ աուտիզմով հիվանդ երեխաների օգնության ծրագրի մասին, գիտեմ հետարքիր բան տեղի ունեցավ օրերս, հուզիչ էր անգամ, երբ որ 16 տարեկան լիասել երեխան, հա, երազանք ունի եւ այդ երազանքը օգտագործում է ճիշտ ձևով, այդ բանի մասին կցանկանայինք խոսել։ Մենք իհարկե մեր լրագրողները մասնակցել են այդ ծրագրին, լուսաբանել են, հեռուստաեթոռները այդ ամենը տեսել են, բայց կցանկանայի նաեւ գաղափարի մասին ձեզնից հարցնել, ոնց եղավ դա։ Այո, ուրեմն վերջերս այցելեցինք, բայց այդ այցելության առաջ 16 տարեկան աղջիկ անունը Անի է, մեր բարեկամի աղջիկը, ուրեմն խնդրեց, որ եթե գիտեմ աուտիզմի վերաբերյալ սենտերներ Երևանում, քանի գիտենք ես միշտ կճամփորդեմ դարբեր ադամնաբուժական եւ օգնությամբ հարցերով, Զանոթացի միացուցի եւ սկիզբը մի քիչ մտածումի մեջ էի, որ ինչպես 18 տարեկան պիտի նստենք խոսանք գերերի մասին, որ ինչ պետք է ուտեն, ինչ պետք է խմեն, ինչ պետք է անեն եւ ինքը խաղապար ուներ, խոսում էր ճիշտ բժիշկի նման, որ լսես իրականի հետազոտություններ գներ իրեն համալսարանի մեջ եւ ինչ գումար որ ծնողքը իրեն գուտային օրինակ դարեթարցի ծնունդ եւ այլն հավաքում էր եւ fundraising կազմակերպեց Ռաֆայել fundraising մինչեւ $10,000 գումար հավաքեց արդեն եւ ես մեկ մասը փերի հանձնեցի բայց որ եղա այդ սենտերի մեջ չես պատկերացնի ինչեր էր կատարվում լինի կոնցերտի նման երգիչներ, նվագողներ, artwork, նկարում են իրանց դասախոսները, բայց մեկ-մեկ նայում ես, որ նկարները, իր այդ նկարները նմանվում է ուրիշ եւ բավական հոյակապ եւ professional։ Շատ սկացված դուրս եկան կատկե եւ մեծ հիմա ծրագիրներ կան, որ այդ երդասարտները աուտիզմով սպառված երեխաները, որ ունեն աուտիզմ եւ լավ ցայներ եւ արվեստ ունեն, պիտի միացնեմ այդտեղ իմ աղջիկա միջոցով, որ չութակ գնվագե եւ դարբեր մտնոլորտի մեջ, պիտի փորձենք այս մարդկանց հանել դեպի աշխարհ դարբեր ծևերով։ Չեմ գիտե ինչպես պիտի լա, պիտի ներդեսնենք մեր ինչպես կրնանք կնել, որ անոնք ճանաչվեն եւ ներկայացնել պատվով, այո, ներկայացնել։ Ցայները որ լսեի, Ռաֆայել կզարմանար ինչ ցայներ լսեցի ես։ Շատ հաճելի է դա լսել, որ նաեւ օգնության փաստորեն ձեռք են մեկնում եւ փորձում են լուսավորել այդ մարդկանց գործունեությունը եւ շանս տալ նաեւ այդ բնագավառում իրենց ուժը ցույց տալու համար, դա շատ կարեւոր է։ Եվ որպես ամփոփում, պարոն Դավուդյան, ապագայի ծրագրերի մասին Հայաստան, Միացյալ Նահանգներ կապի մասին կցանկանայի խոսել, մասնագիտական գուցե փորձի փոխանակում, ասում եք Կալիֆոռնիայում նոր ծրագիր է նախապատրաստվում, հա, Dental Association-ի մասնակցությամբ, ծրագրի ապագայի մասին մի փոքր խոսենք։ Ես ադամնաբուժական դպրոց ունեմ, որը հիմնվեց իմ անձնական պատմությունն ելելով, որքացի ես նույնն էի, foreign graduate dentist, Երևանին ավարտած,
կացի այդտեղ եւ այդ ժամանակ պիտի քանի տարի դեպե մինչեւ նորեն անկրենի խնդրեմ այդ ժամանակ չի գար ChatGPT, չի գար Google, պիտի քիրքեր փանայինք, դարբեր ծևերով սովորենք, դեպեց երկար դեպեց Ադամնապուժի օգնական պիտի դառնամ, որովհետեւ վկայական ունենամ եւ ավելի աշխատեմ ուրեմն այս երկար ժամանակը, որ մինչև 6 ամիս եւ 2 տարի dental lab-ի մասին մտածեցի, երբ որ ամերիկյան բանակ մտածարայլու, այդ ժամանակ ինձ սկսեցի այդ քիր բաները գրել, curriculum-ը ասված 2 տարի դեպից մինչև ընդունվեց California Dental Board-ից եւ հիմա 4 շաբաթական է, այսինքն weekend-ներին վիդեոներ ուղարկում ենք բանով մեյլով, գալիս սովորում են hands-on, ստանում են սերտիֆիկատները։ Ես պատմում եմ այս բանը, քանի որ թուրը սպաց է մանավանդ ես իրենք ուսանող չեմ համարում եմ աբակա կոլեգաներ, ով որ կա պիտի սկսի պայման չէ իմ համալսարանը, ծևերը ես գիտեմ, որ աշխատում եմ դարբեր քոլեջների հետ եւ համալսարանների հետ, պլաս իմ էքսպերիենսը իմ դպրոցի մեջ ունիմ շատ լավ անձնագազմ, գալիս սովորում եւ սկսում են իրենց dental journey-ն։ Այո, քշում են Uber, ոնց որ ես եմ քշել, քշում ենք տաքսի կամ ուրիշ գործ ենք աշխատում, բայց Ադամնապուժը պիտի աշխատի իր մթնոլորտով, քոնե Ադամնապուժի օգնականով։ So ես ուսանողների հետ կապված այդ է պատճառը, որ օգնելու ուրիշ ծևեր էլ կա, որպես Penn City College մտնեն as a dental lab, կամ մեր ուսանողները մեծ մասը լինի dentist կամ ոչ դառնում Ադամնապուժ, սկսելով առաջին ստեպով։ Առաջին քայլերից մանավանդ մենք քանի որ մեր հերոսադիտողներին ասենք նաև ռադիոյում ենք համագործակցում եւ ձեր գազམ་ակերպությունը մեծ պատով ներկայացնում ենք մեր եթերների ընթացքում, ասում ենք, որ ամենակարճ ծրագրերից մեկն է սա սովորելու համար եւ նոր մասնագիտություն ընտրելու, այնպես որ կարծում եմ մեր հայրենակիցները անպայման կդիմեն ձեզ։ Շնորհակալ եմ զրույցի համար, շատ հաճելի էր ձեր գործունեությանը հաջողություն եմ մաղթում եւ լավ առիթներով հանդիպենք եթերում մեր հերոսադիտողներին ներկայացնելու համար։ Բարեկամներ, այսքանը շնորհակալ եմ ուշադրության համար ամերիկյան ստոմատոլոգիական եւ բժշկական ինստիտուտի հիմնադիր եւ գործադիր տնօրեն ԱՄՆ բանակի պայեստազորի վետերան Մերան Դաուդյանն էր իմ զրուցակիցը, շնորհակալ եմ ուշադրության համար։